Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեոդասի շարքը 3D Max ծրագրով, այսօր մոդելավորելու եմ լատինա տառերը Edit-Poly մոդիֆիկատորով, Editable գործիքով, այսինքն, ուրեմն այստեղ ունեմ ես մի հատ box, box-ի վրա տեղադրում եմ Edit-Poly մոդիֆիկատորը, այստեղից ընտրում եմ edge-երի ռեժիմը, որպեսզի ես գծերի վրա մի հատ այս զուգահեռ գծերով մի հատ connect ասեմ ու գիծ ավելացնեմ connect-իով եւ ընտրում եմ պոլիգոնները, երկու պոլիգոնները control-ը սեղմած երկուսը նշում ենք, այսինքն որպեսզի մեկը բաց չթողնի այստեղից կարող եմ shift-ը սեղմած նորից քաշել, բայց այստեղից extrude-ի միջից պետք է նշենք by polygone-ը եւ նոր այստեղ ասենց աճեցնենք այսենց մալիսը իհարկե անջատում ես պետք չի այս մի ոտքը ասենց բացում եմ այս կողմ որպեսզի ճիշտ ավելի համաչափ աշխատենք ասենց f այստեղ տեսնեմ ինչ front top dash-ն նայեք, այստեղից մագնիսով կարող ենք որպեսզի ճիշտ լինի Y առանցքը նշել եմ, այսենց վերում եմ այս հատվածում 4-րդ կվադրատն է, այստեղ երկուսն էլ հավասարաչափ բացեցի F4-ը սեղմեմ, որ գծերը տեսնեմ վերևի հատվածը սեղմենք բոլոր կետերը վերցնում եմ, բոլոր կետերը կամ կարող ենք ասենք պոլիգոնները վերցնենք, տարբերություն չկա ինչ-որ, սրանք սենց մաքսիմում մոտեցնենք իրար, այստեղ այս ձևով մի հատ գծերն եմ դնում, զուգահեռ գծերը բոլոր նշում եմ, և ասում եմ connect, այս կողքի պարամետրերից նշում եմ connect բաժնից, որտեղ որ ես վերևից հատվածում այստեղ կարող եմ սարքել երկուս գծերը, այստեղ գծերի քանակն, այստեղ գծերի միջակայքը, թե ինչքան հեռավորության ունենան մեկը մյուսից, սա այս երրորդը թե ինչքան վերև ներքև լինի, այսքան այն կարծիքով լավ է, OK եմ ասում, գալիս եմ պոլիգոնների ռեժիմ, սեղմում եմ սրա վրա, control-ը սեղմած պահած սեղմում եմ նաև սրա վրա և ասում եմ bridge, ատարը ստեղծեցինք, հիմա անցնում ենք առաջ և ստեղծենք ben, ընտրում ենք tube-ը, շատ կարևոր է ճիշտ ընտրել երկրաչափական մարմինը, թե ինչով ենք կառուցում, ստեղից ես մոտավոր չափ եմ վերցնում, անընդհատ alt-ով պետք է տեսնում եմ, որպեսզի աշխատեմ կողքից էլ տեսնեմ իմ օբյեկտը, այստեղից շատ կարևոր է, եթե կիսում ենք, ես պիտի կիսեմ այս tube-ը, երկրաչափական մարմինը, այս կիսելու համար այստեղ ուզում եմ, որ գիծը մեջտեղից լինի հենց, դրա համար պետք է այս 18-20 դարձնեմ, այստեղ երկու իրար դեմ եկած գծեր կան, այստեղ նորից ասում եմ Edit-Poly, նախ գույնն եմ փոխում մոխրագույն և այստեղ կարող եմ վերադառնամ այս հատված և ասեմ այս գծերը, որ հայ սեգմենտները չլինեն ուղղակի, մտնում եմ պոլիգոնների բաժին, այստեղից ջնջում եմ այս պոլիգոնները և այս բացված, պատռված մասերի հետ աշխատում եմ border-ով, border երկուսն էլ նշում եմ ամբողջությամբ, shift-ը սեղմած ձգում եմ այսքան, մի քիչ էլ այսքան և կարող եմ ասել edit borders պատուհանը բացված այս պահին, այստեղ ասում եմ cap, իրենք փակվեցին այս հատվածում, ես ասում եմ այս պոլիգոնը, գալիս եմ պոլիգոնի ռեժիմ, նշում եմ այս պոլիգոնը, control-ը պահած սեղմում եմ նաև այս պոլիգոնը և ասում եմ bridge,
բետարն էինք ուզում ստանել, բայց ստացանք դետար, ոնց որ մի տար ավելի շուտ։ Այստեղ, որպեսզի մի տեսակ չափերով էլ գեղեցիկ լինի, ես բաշխելու առումով, այստեղ բերեմ հավասարեցնում ատարի հետ։ Այստեղ ես սրանից մի հատ կոպի եմ անում, shift-ը սեղմում եմ, այստեղ կոպի անեցի։ Իրեն ասում եմ այստեղից geometry պատոհանի միջից, այստեղ edit poly-ով մտնում ենք, edit geometry միջից, դի ասենք attach սրան լինի, որ երկուսն էլ դառնան նույն ոնց որ ընտանիքի անդամ դառնան, այստեղ երկուսի վրա նույն edit poly-ն լինի։ Մագնիսը պետք չի այս պահին, ես ասում եմ, որ սա և այս պոլիգոնները ջնջում եմ, սրանք ջնջում եմ, որպեսզի ես երբ որ մոտեցնեմ այս էլեմենտը մոտեցնեմ սրան և այս մագնիսը միացրած վիճակով այսենց շատ ամբողջությամբ իրենց կպցնեմ սենց, բայց իհարկե իրար ֆիզիկապես չեն կպել, հենց հիմա պիտի նենց անեմ, որ ֆիզիկապես կպնեն, այս կետերը դառնան մեկ, ես ասում եմ այստեղից weld, ասում եմ, որ 120 պոլիգոնից մնացել է 114, այսինքն 6 հատ կպել են, նշանակում որ արդեն իրենք մի էլեմենտ են, այսպես, ալտի 20 անջատեմ, որ թափանցիկ չերև ասենց, իհարկե ես ամեն ինչը ավելի գեղեցիկ դարձնելու համար, ես ուզում եմ այս մի քիչ հետ տանեմ, այս հատվածը, և իհարկե նմանատիպ դրվագներում մենք կարանք այստեղ օգտագործենք այսպես անեմ, լավ չափերին շատ չանդրադառնանք, որովհետև ավելի կարևոր է ֆունկցիոնալ առումով, այսպես որ եթե չափերին անդրադառնանք ուրիշ գործիքներ պիտի կիրառենք, դրա համար ժամանակ չէ շատ օգտագործենք։ Ուրեմն ABC-ին բնականաբար ամենահեշտ տարբերակը կլինի, որովհետև ստեղ ընդհանրապես մենք պետք է կտրենք այստեղից մի քանի բան, edit poly նորից դնում ենք և ասում եմ այստեղից պոլիգոններ ռեժիմ, մտնում եմ, ասենք այս քանը ջնջում եմ և իրան ասում border հատվածից, այս border ռեժիմի ժամանակ, ասում եմ ստեղ կապ, այսպես, այս հատվածը ABC սարքեցինք, իհարկե ավելի գեղեցիկ, ավելի հղկված սուր եզրեր չունենալու համար ուրիշ մոդիֆիկատորներ կարող ենք կիրառել, բայց կարիքը չեմ տեսնում այս պահին, որովհետև ավելի շատ edit poly-ի վրա ենք կենտրոնացած։ Այսպես, ուրեմն ABCD, ուրեմն տյուբը նորից վերցնում ենք, այստեղից քիչ իջացնեմ, edit poly, ջնջեցինք border-ով, այս երկու բացված հատվածներից ձգեցինք, մի հատ էլ ենք ձգում, կարանք ասենք այստեղից կապ, փակվի ինքը ու ասենք այս երկու հատվածները bridge, իհարկե այս կարանք ուղենք, ABCD, EFG, այստեղ սենց ենք անում, ստեղից գալիս ենք edit poly, նորից դրում ենք գծերի ռեժիմը, ասում ենք connect, այս կան հերիքա, ասում ենք polygon, նշում ենք, ստեղ կարանք արդենք shift-ով սենց դուրս բերենք, դե այստեղ edit poly,
sense connect մի հատ գիծա պետք ինձ ներողություն 2 3 հիմի ես sense եմ անում այս տեղափոխում այսպես վերև այս sense եւ G ուրեմն այստեղից վերցնում ենք նորից tube-ով edit pool-ին դնեցի ես հատվածն եմ ջնջում border-ով փակում եմ այս ջնջված հատվածը այստեղից shift-ը սեղմած ինձ քաշում այստեղ ունենք բացված հատված այդ բացված հատվածը նորից border-ով քափով փակեմ G hash այստեղ տարբեր ֆունկցիաներով ցույց տամ, ասենք այնտեղ copy-ն արել էի որպես object, այստեղ կանեմ որպես element տարբերությունը, որ ավելի շատ բան իմանաք, այստեղ ընտրում եմ element-ը, control shift-ով copy եմ անում, ինքը մնում է attach անելու կարիք չկա, այսինքն ինքը նույն օբյեկտի տակ է, նույն գույնի անունի, այստեղ երկուսի վրա մեկից մի գծով կարող մի քայլով երկուսի վրա գծեր դնեմ, երկու հատ գիծ դրեցի, ասում եմ միջակայքը այսքան լինի, sense, space, ասեցին ուրիշ, ես էլ այսպես, դե ai հետ կապված սենց մի հատ ամեն մեկի վրա մի հատ տարբեր բան ցույց տամ, օրինակի համար այս սենց ai-ն ենք դնում, կարանք իհարկե ամեն ինչ ցույց եմ տալու edit pool-ով, օրինակ այսի shift, control shift-ը վերցրած, վերցնենք, սենց, և այստեղից polygon-ը դնեմ, սենց սեղմեմ այսպես, G, ուրեմն, նորից tube-ով, edit poly, polygon-ը ռեժիմ, ջնջում ենք եսի, այս border-ով նշում եմ այս հատվածը, shift-ը սեղմած, քաշում եմ վերև, այսպես, այս հատվածները երկուսն էլ քափով փակում եմ, կա, ուրեմն մնացածից բավականին տարբերվող, կառուցվածք ունի, այսին edit poly-ով այսինք գծեր եմ դնում, այստեղից է կարան գծեր դնենք, կարանք այստեղից է դնենք, բայց սկզբնականի համար այստեղից ցույց տվեցի, բայց այստեղից այս անգամ ցույց տամ, այստեղ connect, նորից այս կողմը, որ բացեմ, արդեն connect-ը կարամ տենց էլ օգտագործեմ, այսպես,
ասեմ իրեն վերքյա, չխնդիր տվեց, հասկացա ինչ չեղավ, լավ ինչ-որ այստեղից գալիս ենք, դեղ վրա մի գիծ է և եստեղ դնում, ասում երկու գիծ, այսենց իրեն մոտեցնում եմ, բարձրացնում եմ վերև, քիչ եմ մոտեցնում սրանք, այստեղ Shift-ով եմ դուրս բերում իրեն, ասում եմ բարձրանա, այստեղ X առանցքը նշում եմ, եթե Y-ը նշված լինի թեկուզ, ես X-ով բարձրացնում եմ վերև և այս կետից եմ բռնում, ապայան տեսնենք վերտեքսը միացած է թե չէ, այս կետերը վերցնում եմ, հավասարեցնում եմ սրան, այս կետերն էլ վերցնում, բերում եմ այստեղ, սա էլ պետք է հավասար լինի սրան, եթե հավասար էր, ամեն դեպքում ստուգում եմ, այստեղից գալիս եմ այս հատվածն եմ նշում միայն, իհարկե սիմոխրագույն չդարձրեցինք, գույնով տարբերվում է, ասում եմ connect նորից, այստեղից, այստեղից մի քիչ հետ բերեմ, այսինց մեծացնեմ, մի թեթև, ստեղից Ctrl Z անեմ, մի քիչ շարժվավ, ասում Shift-ը սեղմած, սենց դուրս եմ բերում, այսպես, բայց որպեսզի ես իր ոտքերի մասը ոնց որ հավասար լինի սրան, ավելի գրագետ ու ճիշտ լինի, հա, իդեպ ես էլ հավասար լինի սրան, այսի բարձրության առումով սրան, այսպես ես առումով էստեղ, իհարկե այս հատվածում ենք փոփոխություն կատարենք, մի քիչ իրան ասենք, որ այս է K տարա, հասանք L-ին, պարզ ձևով, edit poly, connect, կանք OK ասենք, սենց չեսնենք ներքև, M-ը, նորից մի հատ box, հիմնականում box-ով ենք, ուղիղ ոչ կոր հատվածներ ունեցող տարրերը հիմնականում box-ով ենք կառուցում, edit poly, այստեղ ես ասում եմ գիծ ունենա ինքը, այստեղ, ես ես վերցնում եմ էլեմենթով, Ctrl Shift-ով սեղմում, copy եմ անում, ոչ թե օբյեկտով, եթե օբյեկտով արեցինք, այս վերևինով դիթաչը, պետք է ստեղից attach տանք, եթե էլեմենտով, ապա attach-ի կարիք չկա, այստեղ գալիս ենք այս երկուսը, միացնում ենք bridge-ով իրար, այստեղ կարող ենք իհարկե bridge-ի միջից էլ գիծ ավելացնենք, բայց ամեն դեպքում, այստեղ մի հատ գիծ եմ տալիս, այս գիծով սենց իջնում ներքև, բացիկով նորմալ է, անցնենք առաջ, N-ը, չափից դուրս պարզ մոդելավորում է, ուղղակի լավ ծանոթություն է edit poly-ի,
connect-ով այստեղից մի հատ գիծ եմ տալիս, բայց չգիտեմ ինչն է խնդիրը, connect եմ տալիս, հա, միամից սեղմել էի extrude-ի վրա, ուրեմն այստեղից բերում եմ այս հատված, նորից control shift-ը սեղմած այսպես, բերում ենք այս կողմ, այս գծերը, այս պարագայում կարող ենք կետի ռեժիմով թեկուզ վերցնենք, սենց հիշեցնենք ներքև, ասում ենք այս պոլիգոնը, այս պոլիգոնին բրիջ լինի, այս կամ բան, N, O, P, այսի մեր on, սենց երաչապ ենք նայում, որպես տեսնենք ինչքան է բարձրանում, no P, P-ն է շատ, նույն թյուբն է, կարող ստեյցը վերցնենք, կոպի անենք, մի քիչ փոքր պիտի ավելի ստեղծեմ, սենց, edit poly դրենք և կտրենք այստեղի պոլիգոնները, այսպես, shift-ը սեղմած, ասեցինք իրեն կապ փակեցինք, այսի, ասեցինք bridge և այստեղից էլ քաշեցինք shift-ը սեղմած, այսպես P, Q, ուրեմն Q տարի համար նույն թյուբն է, ընդամենը այստեղից edit poly-ին դնում, պոլիգոնով երկու կողմից extrude ենք անում, այս կողմից և այս կողմից extrude ենք ասում, այսքան բան, այս է մեր Q-ն, QRS, այստեղից այսի եմ դնում, գալիս ենք edit poly ենք դնում, ռեժիմների մեջից նորից, հա, մի վայրկյան այստեղ ես այստեղ կառուցեմ նորից տյուբից, edit poly եմ դնում, կտրում ենք, կարանք նաև այստեղ կետերից է կտրենք, որպեսզի նույն բանը մենակ պոլիգոններով չիմանանք, որ լինում է, բորդերները ընտրում ենք, երկուսը shift-ը քաշում ենք, մի հատ էլ ենք քաշում, փակեցինք այստեղ, այսինքն P տարն ենք ստանում, ներքևից ընդամենը մի ոտ ավել դեպի այս կողմ, այստեղից ստանում ենք P-ն, այստեղից մի հատ է shift-ը սեղմած, պոլիգոն ենք դուրս բերում, նորից դե իհարկե պիտի այստեղ սիրուն լինելու համար այս ոտքերին հավասար, մեկը մյուսին հավասար լինի, այս սրան մոտեցնենք, սա էլ սրան, իհարկե սենց ժամանակ ինքը ինքիչ որ ձգեց, եսի ավելի դարձավ նեղ, օրինաչափությունները պահպանելու համար եսի կարող ենք մի քիչ ավելի հաստացնենք այսպես, QR, S, T, ուրեմն ամենապարզ տարբերակներից միշտ alt-ն ու scroll-ը սեղմած պտտենք, աշխատեք չօգտվել այս cube-ից, alt-ն ու scroll-ը սեղմած ավելի հարմար է և ավելի ճիշտ
այստեղից մտնում ենք մի վայրկյան, այստեղից թյուղը սեղմում եմ, դնում եմ այսքան, բարձրությունը ստացա, ես այստեղից edit pole-ը դնում եմ և ջնջում եմ այսքանը, այսքան եմ ջնջում, ջնջեցինք այսքանը և Ctrl Shift-ով էսի տեղափոխեցինք ներքև, այսենց, մագնիսը վերցնում ենք, կարանք այս երկու առանցքները pivot-ը ակտիվացված վիճակում չլինի սենց մենակ X, այս երկու առանցքն ինչի, որտեղ սենց վերցնելու եմ, շարժում եմ, բերում այստեղ, այս հատվածում ես կետերը միացնենք իրար, կետերի ռեժիմ մտնում եմ, target world-ով, ասում այս կետը սրան միանա, այս կետը սրան միանա, այս կողմում ենք կարանք առանց target world-ի, այսին միայն world-ով, և սա, այս երկու կետերը զգուշ լինենք, այնտեղ ուրիշ կետեր չվերցնենք, այս երկուսը վերցնում ենք, ասում ենք weld, ասեք ասում 126-ից 124 մնաց, այս եղավ, այստեղ բացված հատվածները նորից border-ով փակում ենք, cup, S, T, հիմի T-ն ենք անում, Rocks ընտրում եմ, Edit Poly, մի հատ գիծ ընդհանրը, այստեղից Connect, գիծը վարձացնում վերև, երկու կողմի պոլիգոնները նշում եմ, ասում եմ Extrude, այս է մեր T-ն, Յուն, ընտրում ենք Յուն տյուբը, ներքև է միջացնում, Edit Poly, հավասարեցնեմ, այսպես ջնջեմ այս հատվածը, border-ով այս վերևի բացված հատվածները cup կասեմ, Shift-ը սեղմում, բարձրացնենք վերև, գույնը փոխենք օղրագույն, այսպես, U, հետո այստեղ V, այսինքն ոնց ատառը սարքեցինք, այդ նույն տրամաբանություն կամ կարանք ստեղ մի քիչ ստեղծագործելու համար, այսպես մի հատ box ենք սարքում, այստեղ նույն ատառի պես այս հատվածում գծերն ենք դնում ստեղ, գիծ եմ դնում մի հատ, այստեղ Extrude եմ ասում, կարող էի Shift-ը սեղմած բարձրացնել, բայց դից ես պիտի ասեմ by polygon, դրա համար ես սենց եմ անում, հետո նոր կարող եմ քաշեմ, վերև բարձրացնեմ, ու այս մի հատը առանձնացնում եմ, սենց ժամանակ կարելի է ցանցը միացնել, ինչի համար այս չափերի հետ կապված, որպեսզի ավելի ցանցով, մագնիսով ավելի հստակ չափեր դնենք, ուրեմն
Այսինքն կարող ասենք ստեղ լինի, այս ներքևի մասը այսպես վերցնում ենք ու scale-ով նեղացնում ենք էսի։ Սա win W նույն M տառն է, ուրեմն նորից box-ով ստեղ box եմ դնում, այսենց edit poly, այսպես կասեմ, եզրերը գան, սրանք ավելի շատ, այստեղից ասում եմ, այս երկուսը բարձրանան վերև, իհարկե իրանց մագնիսը կասեմ, որ այստեղից այս անկյուններին մոտեցնում, սպիտակ խաչ է հայտնվում, իհարկե գրեք առանցքն եմ միացնում, այստեղ նշանի վրա սեղմում եմ, ասենց բերում եմ մագնիսով այստեղ, սրան էլ, այսինքն երկու այսենց աղյուսակով, այսենց երկու գիծ այս կողմ, ես սա էլ եմ փորձում նույն ձևի բերել երկու գիծ այս կողմ, այս տեղի հատվածից բռնում եմ այսպես բարձրացնում եմ վերև, իհարկե սրանք ուղղում ենք մագնիս միացնում ենք Y առանցքը ակտիվ վիճակում, այս պարագայում կարանք սենց էլ անենք, այսպես, այսենց եմ անում, այսի, սենց, սել մեր W, W, X, Y, Z, ստերից վերցնում ենք box, այս box-ին edit poly եմ նշանակում, ասում եմ ինքը գա այսպես, այս հատված, եթե շատ եղավ մի քիչ այսենց բերենք, ասում connect, երկու գիծ, բայց այս գծերը մոտիկ լինեն, այսենց, այսենց թեքում եմ, այսենց լինեմ, երկու կողմից ասում եմ extrude, ու դուրս եմ բերում, այս վիճակով, ես ասում եմ, որ այս հատվածը բարձրանա վերև, վերքյա, այսի alt-ով չեղարկենք այս հատվածը, ուրեմն ստեղից ասում ենք այսի, այս կետը կա այստեղ, այս կետը այստեղ, այս կետը այստեղ, այս այստեղ, նոմա այս գծերը, կետերը մենք ուղենք, ուրեմն այստեղ կարող ենք լոկալ նշանակեն, լավ այստեղ չաշխատեց լոկալը, այսի այսպես հետ բերեմ,
այսպես ընդհանուր կարող ենք վերցնենք և մենք ոնց կուզենանք այդ ձև այդ ուղղությամբ, այդ դիրքով կտեղադրենք, այսպես x, y, z box եմ նորից դնում, այս հատվածում ցանցը, գրիդի այս ցանցի, այս grid point-ի մագնիսի մեջ եթե grid point-ի միացած է, այդ օգնում է մեզ մոդելավորելու ավելի հեշտ, ինչի համար, որտև ցանցը օգնում է մեզ մագնիսով ուղղորդել կետերը կամ գծերը, ձգելով այդ գծերին։ Հիմի ասում եմ այստեղ Shift-ով սեղմում եմ այստեղ եմ իջև բերում հատված, տեսեք սխալ եղավ, ինչ այստեղ մի կողմից խանգարեց, հա, այստեղ միամիտ view-ից screen էր դարձել, շատ եղեք նման պարագաներում, այստեղ ես այսպես բարձրացնում եմ, իջեցնեություն այդ հատվածը իջեցրեցի, ես դերից ասում եմ, որ այս հատվածը connect լինի, երկու մասի բաժանվի, հիմի այս I նման, extrude ենք ասելու, բարձրացնում ենք վերև, ասել ենք by polygon, ասում OK, այսենց ասեցի, այսպես, այս հատվածը կբերեմ, եթե մագնիսը նշանակած, կարամ մագնիսով վերեմ հենց այստեղ, ես էլ մագնիսով վերեմ այստեղ, ասենք, այստեղ մի քիչ շատ էր, և մի քիչ չէ ճիշտ է, հա, համաչափությունը պահվեց, այսպես, Z-ը սարքում ենք, box վերևում, կարող ենք նորից օգտվել մագնիսից, այսպես, Poly, այստեղից էլեմենտ Ctrl-Shift սեղմած, ներքև ենք քաշում, այստեղ երկուսի վրա մեկ հատ գիծ եմ դնում, այս ներքևի գիծ Alt-ով չեղարկում, այս բերում եմ այստեղ, այս գիծը բերում եմ այստեղ, պոլիգոնները միացնում եմ իրար, ասում bridge, սա էլ Z-ը, այսպես ուրեմն այսօր այսքանը այբուբենը լատինադարերի մոդելավորեցինք, Edit Poly-ին ծանոթացանք Edit Poly-ի գործիքակազմի հետ, հիմնական գործիքների հետ, այսքանը այսօր, հաջողություն, լավ մնացեք։